Ես Արմեն Պետրոսյանն եմ, Արցախի Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի համահիմնադիր մարզիչ, տեղահանությունից հետո 2023 թվականին մեր ֆեդերացիան վերագրանցել եմ Հայաստանում որպես վերադարձ Կյոկուշին կարատեի ակումբ, որտեղ վերադարձը մեր գերագույն նպատակն է։ Մենք ունենք կարգախոս Արցախը մենք ենք եւ նպատակ դա վերադարձն է։ Եվ կարողացել եմ մեր Արցախի Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի նախկին մարզիկներին նորից համախմբել եւ գտնել Հայաստանում, նորից վերագրանցել եւ շարունակել մեր մարզումները արդեն երկրորդ տարին է եւ մենք կարողացել ենք այս կարճ ժամանակի ընթացքում Հայաստանում կազմակերպել Արցախի առաջնություն, մեր ակումբի տարեվերջյան հաշվետու մրցույթ, կարողացել ենք մասնակցենք Հայաստանի գավաթների խաղարկությանը թե 2024 թե 25 թվականներին, Հայաստանի առաջնությանը, Օյամայի գավաթ միջազգային առաջնությանը, իսկ երեք վերադարձել ենք Վրաստանից միջազգային առաջնությունից բավականին մեծ արդյունքով 11 ոսկե մեդալով։ Բուլղարիայում մշտապես ամենամյա միջոցառում է կայացվում, որտեղ անց է կացվում սեմինար պարապմունքներ, մրցավարական դասընթացներ, մարզիչների եւ մրցավարների որակավորման բարձրացման ուղղված սեմինար պարապմունքներ, ինչպես նաեւ աշխարհի գավաթի խաղարկություն, ինչպես դասական Կյոկուշիով, այնպես էլ Սենշի տարբերակով եւ 2017 թվականից սկսած մենք բարբերաբար մասնակցում ենք Հայաստանի հավաքականի կազմում, Բուլղարիայում այդ միջոցառումներին։ Այս տարի արցախցիները իմ գլխավորությամբ 5 հոգանոց կազմով մասնակցելու ենք Հայաստանի Ֆեդերացիայի կազմում Բուլղարիայի սեմինարին եւ աշխարհի գավաթի խաղարկությանը, մասնակցում է Նարեկ Պողոսյանը, որը Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն է, մասնակցելու է Վլադիմիր Թարանյան, ով Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոն է, ինչպես նաև մրցանակակիր է տարբեր միջազգային առաջնությունների, նաև Եվրոպայի առաջնության Պորտուգալիայում կայացած, աղջիկներից Մարինան Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն եւ Եվրոպայի փոխչեմպիոն, եւ նաև ունենք 14-15 տարեկան կարգում մասնակից մեր Մարիաննա Բերթաշեն գյուղից։ Բուլղարիային հասնելու համար մեծ ճամփա եմ անցել, գրել եմ Հայաստանի առաջնությունը, հետո Եվրոպայում կայացել է Պորտուգալիայի առաջնություն, վերջում հաղթել եմ Գրուզիայի առաջնությունը ու տրեյների շնորհիվ հասել եմ Բուլղարիա մասնակցելու։ Կան շատ կարծրատիպեր, որ աղջիկը ինչ, սպորտաձևը ինչ, բայց ես համաձայն չեմ այդ կարծրատիպերի հետ, քանի որ աղջիկը նույնպես պետք է ունենա պաշտպանվելու ունակություն։ Բուլղարիայից ակնկալիքներս մեծ են, քանի որ մենք շատ ենք պարապվում հիմա առավոտյան թե երեկոյան եւ մեր բոլոր ուժերը ներդրված են այդ մրցման համար։ Հուսով եմ տեղ կունենանք։ Ես մեծ նպատակներ ունեմ, առաջին հաղթանակս նվիրել իմ հայրիկին, որ 44 օրյա պատերազմին զոհվել է։ Կյոկուշին կարատեով պարապում եմ արդեն 8 տարի, Արցախի առաջնությունների բազմակի չեմպիոն, Հայաստանի առաջնության չեմպիոն, ինչպես նաև օրեր առաջ եկա Վրաստանից, որտեղ էլի եկա ոսկե մեդալով։ Եվրոպայի առաջնության չեմպիոն եմ, որը կայացել է Հայաստանում եւ Պորտուգալիայում բրոնզե մեդալակիր։ Բուլղարիայում մասնակցում եմ մինչև 75 կիլոգրամային քաշային կարգում, ես մի քիչ թեթև եմ, բայց
գնում եմ այն նպատակով, որ պետք է հաղթեմ։ Վստահեցնում եմ, որ այնտեղից էլ մենք դատարկ չենք գալու։ Մենք ընդհանրապես ոչ մի մրցումից դատարկ չենք գալիս։ Եվ ես ընդհանրապես իմ աշակերտներին ասում եմ, որ ես երբեք չեմ օգտագործում պարտություն բառը։ Իմ երեխաները երբեք չեն պարտում։ Լինում է դեպքեր, որ չի հաջողվում մրցանակային տեղ գրավել, բայց մեր երեխաները մինչև վերջ պայքարում են։ Եվ հենց Կյոկուշին կարատեի առավելությունը նրանումն է, որ այն շատ համառ մարզաձև է եւ շատ համապատասխանում է արցախցու բնույթին։ Մեզ չեն ասում կողահաստ արցախցիներ։ Եվ միջև վերջ մեր երեխաները պայքարում են, դեռ ես չեմ նկատել մի դեպք, երբ որ մեր մարզիկները, Արցախի մարզիկներից մեկը խուսափի մենամարտից։